մենք շատ զգուշավոր պետք է լինենք, որտեղ աշխարհում ամեն տեսակի ծածուկ որոգայթներ կան, թակարդներ կան լարված։ Մարդկային շփումները չեզոք չեն կարող լինել։ Մենք մարդկանց հետ շփվելով կամ պիտի փոխանցենք, կամ պիտի տանք, կամ պիտի առնենք, կամ պիտի փոխանցենք դրականը կամ բացասականը, եւ պիտի ընդունենք դրականը կամ բացասականը։ Երբ որ դու ունես շատ խաղաղություն, հա, դու կարողանում ես փոխանցել դրական էներգիա, դրական ապրում եւ պահպանում ես նաեւ քեզ համար։ Եթե դու չունես դրական էներգիա, բացասականն է քո մեջ, եւ աշխարհից չես էլ կարող ակնկալել դրական որևէ բան, հա, ուրեմն դու չունես տալու եւ հատկապես ապահովագրված չես, պահպանված չես, բաց դաշտ ես, խոցելի ես դու դառնում։ Այսինքն երբ որ մարդը առանց աղոթքի, առանց հոգու խաղաղության, առանց ինքնամաքրվան, ինքնակննության, որտեղ ամեն օր երեկոյան մարդ պետք է ինքնին քննի, մաքրվի, խաղաղվի, հանդարտվի, միգուցե խոստովանի Աստծո եւ երբեմն նաեւ քահանայի առջեւ խաղաղվի, հանդարտվի, նստի, մտածի, մտորի, ների իր հանդեպ գործած հանցանքները, հա, եւ այս բոլորով հանդերձ խաղաղվի, հանդարտվի, որ ինքը կարողանա մարդկային շփումների մեջ շատ չվնասվել, հա, եւ ամեն ինչ մեջ բարին պետք է տեսնի։ Մարդկանց մեջ թե չարը կա, թե բարին կա։ Մենք պետք է բացասականը մերժենք մեզանից, հեռու անենք, դրականը փորձենք պահել, հա, երբ որ դու մարդու մեջ բարին ես տեսնում, ինքն էլ ուզում է քո մեջ բարին տեսնել, բայց եթե մենք մարդկանց մեջ չարն ենք տեսնում եւ հատկապես մատնանշում ենք այդ չարը, մարդկանց ուզում ենք ոչնչացնել, մնացին էլ ուզում ես ոչնչացնել։ Ուրեմն հոգու եւ մարմնի ներդաշնակությունը, մեր խաղաղությունը, մենք երբ որ մենք ապահով, մենք ամա սրբիրին քեզ կսրբես քո շրջապատը։ Դու խաղաղվի, խաղաղություն կտարածես։ Իրանի խաղաղարարներին, որտեղ նրանք Աստծո որդիք կոչվեն, բայց այդ խաղաղությունը նախ քո մեջ պիտի հաստատվի, հետո որ կարողանաս մյուսներին փոխանցել։ Ուրեմն լինենք խաղաղարար եւ խաղաղություն տարածենք։